Հայտնի և սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը հազվադեպ է իր անձնական կյանքը ներկայացնում հանրությանը։ Նա միշտ առանձնացել է նրանով, որ նախընտրում է անձնականը փակ պահել, հանրությանն ավելի շատ ներկայացնելով իր աշխատանքային գործունեությունն ու երաժշտական նորությունները։ Համացանցում նրա մասին տեղեկությունները հենց այդ շրջանակներում էլ սահմանափակվում են։ Սակայն, ինչպես ասում են, բացառություններ միշտ էլ լինում են։ Օրերս երգչի կնոջ տարեդարձն էր, և Արմանը դեմ գնալով իր սովորություններին, ինստագրամյան էջում հրապարակել էր ջերմ ու գեղեցիկ հոլովակ։ Շնորհավորել սիրելիին հոլովակին կից գրելով հետևյալը. «Շնորհավոր իմ 23 տարվա անբաժան կյանք ու սեր»։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Նշենք, որ վերջերս Արման Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Մոսկվա։ Star News-ը հետևել է երգչի ալտեր-էգի տաղավարում ունեցած հարցազրույցին։ Կնոջ և աղջիկների մասին տեղեկություններ սոցիալական հարթակներում չկան։ Ինչու պետք է անձնականը մնա կադրից դուրս։ Ես երգիչ եմ և հետաքրքիր եմ հանդիսատեսին իմ ստեղծագործական աշխատանքով։ Ընտանիքն ինձ համար ուրիշ հարթություն է։ Ուրախ եմ, որ ընտանիքս էլ է այդպես մտածում։ Շատ չենք սիրում ընտանեկան առօրյան հանրությամբ սեփականություն դարձնել։ Խոսեց նաև Ամերիկայում բնակվելու մասին։ Ամերիկան այն երկիրն է, որ ցանկացած ոլորտում անսահման հնարավորություն ունի։ Ես միշտ Ամերիկայի հետ կապված մտածում եմ, որ մեր երկրորդ հայրենիքն է, որովհետև մեր հայրենակիցներն են ապրում։ Ամերիկայի միակ առավելություններից մեկը Կալիֆոռնիայի եղանակն է, որը շատ սիրել եմ, բայց մեկ է՝ սիրում եմ իմ երկիրը, հայրենիքը։ Ինչքան էլ սիրեմ Ամերիկան, ինձ այստեղ համարում եմ տուրիստ և պետք է Հայաստանում ապրեմ, էս ժամանակավոր բնույթ է։ Արման Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Alpha-News-ին, որի ընթացքում խոսել է իր և կնոջ հանդիպման, սիրո պատմության, կնոջը փախցնելու մասին։ Ես 17 տարեկանում փախցրել եմ իմ կնոջը, որովհետև ծնողները համաձայն չէին։ Մտածում էին երգիչ տղա է, այն ժամանակ ես և կոնսերվատորիայում էի սովորում և ռեստորանում էի երգում։ Իմ ծննդյան օրն էր, որոշեցի ինքս ինձ համար նվեր անել, գնացինք մեր տուն։ Միս աշակերտուհի գեղեցկության մրցույթն էր, ես հրավիրված էի որպես ժյուրի, ինքը այդ ժամանակ 16 տարեկան էր։ Կազմակերպիչներից հետաքրքրվեցի այս երեխան ով է, ինքը ծնողների հետ էր եկել։ Անցավ ժամանակ, հարմար առիթ գտա, ասացի տեսա հոլովակ ունենք նկարելու, մայրն ասաց կգա ու այդպես սկսվեց։ Նրա մեջ առաջին հայացքից ինձ դուր է եկել գեղեցկությունը, հետո շփվեցինք, արդեն ճանաչեցի իր տեսակը, մտածելակերպը։ Ինքը իմ ընկերն է, ինքը ինձ համար շատ թանկ ու կարևոր մարդ է, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կողքին հենց ինքն է։ Արման Հովհաննիսյանը հարցազրույցի ընթացքում պատմել է նաև, որ ԱՄՆ-ում ապրող շատ հայ հայտնիներ բոլորը համախմբված են և աջակցում են միմյանց։ Երբ դու ապրում ես Սփյուռքում, պետք է համախմբված լինես։ Իմ ընկերներն են Արմենչիկը, Ձախարութը, Նորոն, Ջոնը, միասին հավաքվում ենք, մեր ամենօրյա շփումը միշտ կա։ Հայի առաքելությունն այն է, որ հարյուրավոր տարիներ շարունակ կայանում են Սփյուռքում, ունենք դպրոցներ, եկեղեցիներ, նշել է նա։ Խոսելով հայրենիքից հեռու ապրելու մասին, երգիչը նշել է, որ իր դստրերը շատ կապված են հայրենիքի հետ և ամեն անգամ Հայաստան գալը նրանց համար իսկական տոն է։ Ովքեր որ ես ապրեք եք արի աղբերս Ուրեն Արման Հովհաննիսյանի Նիկոլ Մարտյանովը Ամեն
շնորհակալ եմ Արմեն ջան։ Լարան ջան, կարես իպրես, անամ մերրեն ջան, Եվտխուր և անուր, կեզ երբեք սիրտս չի մորանալ, իմ մաքուր առաջին իմ անուր, տարիներ կշահեն, կմեռնեն երազները բոլոր, կպատկերը անես կպահեմ, օրերում անհասատ ու մորոր։ Բրավո։ Կգնենք հաղթական համերգի սկզբին եւ ավարտին վկա լինելու ոգևորությունը գիտակցելու Բավնիկի օրե կապ ֆուտան ձերքիս է տակ ջուրուն ու դեմը մամիս կիսան գկսե վայ բաբո ես բավնիկը Վայ բաբո ես բավնիկը Վայ բաբո ես բավնիկը Վայ բաբո ես բավնիկը Когда лето начинается, вот тогда зима уйдет. А когда зима уйдет, это значит, что лето. А всем я желаю хорошее лето. Отдыхайте как возможно, где угодно. Живите живо и здорово. Вот мы делаем то, что надо делать. С великим Арманом Оганесяном. Ինչու